Գյումրու քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում հետաքրքիր է ամեն օրը։ Սակայն վերջերս անցկացված թանգարանների միջազգային օրն ու թանգարանների գիշերն իսկական մշակութային տոնախմբության վերածվեցին քաղաքում։ Թանգարանային դահլիճներն ու բացօթյա տարածքները ողողված էին աննախադեպ աշխուժությամբ, ուսանողական եռանդով, երաժշտությամբ եւ արվեստասերների բազմությամբ։ Այդ երկու օրերին Գյումրու քաղաքապետարանի ենթակայության 5 թանգարանները միասին հյուրընկալել են շուրջ 12000 այցելուի։ Թեև տոնական միջոցառումների հիմնական փուլն ավարտվել է, սակայն թանգարանների դռները շարունակում են բաց մնալ, իսկ մեկնարկած բացառիկ ցուցահանդեսներն ու մշակութային արձագանքները դեռ երկար ժամանակ ապահովելու են քաղաքի տուրիստական բարձր դինամիկան։ Թանգարանների գիշերը այն հետաքրքիր ձևաչափային միջոցառումն է, որին իրականում ամեն տարի սպասում ենք, որովհետև խորհրդանշական կերպով այն համարում ենք նաև Գյումրու զբոսաշրջային ընթացքի բացումը, թանգարանների պարագայում սա լավագույն հնարավորությունն է ողջ ներուժով ներկայանալ, ցույց տալ ամբողջը ինչ կա թանգարանների ներսում, որպեսզի այսօր թանգարանների դուռը մինչև կեսգիշեր բացած հյուրերը վերադարձի ցանկություն ունենան ողջ տարվա ընթացքում։ Լիլիթ Թովմասյանի խոսքով այս տարվա միջազգային խորագիրը թանգարանները միավորում են։ Մասնատված աշխարհը հիմք է դարձել մի շարք միջթանգարանային եւ միջքաղաքային համագործակցությունների համար։ Միջթանգարանային կապեր եւ արվեստային սինթեզ, դասախոսություններ, վարպետաց դասեր եւ ֆլեշմոբեր, համերգային եւ ներկայացումների ձևաչափեր, քաղաքից դուրս ստեղծագործողների հետ համագործակցային ծրագրեր։ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է բացառիկ ցուցադրություն։ Գորիսում գործող Աքսել Բակունց գիտամշակութային հիմնադրամի եւ Բակունցի տուն թանգարանի հետ համագործակցությամբ։ Այցելուները կարող են տեսնել Մարիամ Ասլամազյանի եւ Աքսել Բակունցի եզակի չբացահայտված կապը, որը եւ հուշագրության ձևաչափով կա եւ բացիկների եւ անշուշտ նաեւ իր արձագանքը գտել է Մարիամի կտավներում։ Հենց հիմա ցուցադրվում է 35 թվականին Գորիսի այց կատարած ընթացքում Մարիամ Ասլամազյանի այն կտավը, որ ինքը ստեղծել է Զանգեզուրի տեսարանը տեսնելիս։ Առաջին անգամ ներկայացվում են Բակունցի տուն թանգարանի արխիվում պահպանվող շատ բացառիկ ինքնագրեր, բացառիկ նյութեր, ինքնագիր նամակներ, բացիկներ, որոնք ուղարկվել են Բակունցների ընտանիքին Մարիամ Ասլամազյանի կողմից, հուշագրական վկայություններ, ինչպես նաև Բակունցը մոր հետ կտավի, որ այսօր ցուցադրում են կտավի անիմացիան, կտավի բնօրինակը պահպանվում է Բակունցի տուն թանգարանում որպես նվեր նկարչուհուց, որը արվել է շատ ավելի ուշ 70-ական թվականներին երիտասարդական հիշողությունների այսպես երակներով։ Մհեր Մկրտչյանի թանգարանում հնդկական կինոյի ջերմությունն ու մանկության գույներն էին։ Շեշտը դրվել էր հնդկական մշակույթի վրա, քանի որ սիրված դերասանը 2 անգամ նկարահանվել է հնդկական ֆիլմերում՝ Ալի Բաբան եւ 40 ավազակները լեգենդ սիրո մասին։ Թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի փոխանցմամբ թանգարանը նոր լուսանկարներ է ձեռք բերել հենց այդ ֆիլմերի նկարահանման հրապարակներից։ Փոքրիկ այցելուների համար ստեղծվել էին հատուկ գծանկարների փաթեթներ, ժպիտիկներով, որտեղ յուրաքանչյուր երեխա ինքն էր ընտրում ու ավելացնում ֆրունզի աշխարհի իր գույները։ Բացվում է ժպիտիկը եւ փաթեթի ներսում գրված են հետեւյալ տողերը։ Պատկերացրու, ինչ գույներ նա կընտրեր։ Նա ի նկատի ուներ Մհեր Մկրտչյանը։ Եվ այստեղ ենթադրենք այս դեղին գույնը հենց ընտրել է այս բալիկը եւ ջրաներկով ներկել է տալով իր սրտի լույսը եւ նաեւ զուգորդելով հենց մեր ցանկությանը, մեր փոքրիկ փաթեթիկների։ Իսկ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանն համադրել էր անցյալն ու նորագույն տեխնոլոգիաները։ Շիրակի պետական համալսարանի օտար լեզուների բաժնի ուսանողների շնորհիվ Շիրազի բիբլիական պոեմը հնչեց հայերեն եւ ֆրանսերեն։ Բայց միայն ընթերցանությամբ չսահմանափակվեցինք, որոշեցինք օգտագործել նաեւ ժամանակագիր տեխնիկան եւ արհեստական բանականությանը դիմեցինք ու նաեւ վիզուալացրեցինք Շիրազի պոեմը եւ ընթացքում երբ իրենք ընթերցում էին, մենք նաեւ պրոյեկտորով ցուցադրում էինք պատկերներ Հովհաննես Շիրազի այդ պոեմից, այսինքն Շիրազը առանձին շատ պատկերավոր է գրում եւ շատ հեշտ էր այդ նրա պոեմը վերածել արդեն պատկերների ու շատ գեղեցիկ ստացվեց։ Թանգարանում կազմակերպվել էր նաեւ հայկական ավանդական չրերի եւ չարազի ցուցադրություն հյուրասիրություն, ինչը խորհրդանշում էր հայ չրագործների միջազգային կապերն ու փորձի փոխանակումն աշխարհի հետ։ Մշակութային անցուդարձի թերևս ամենախոշոր իրադարձություններից մեկը Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանում բացված Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ գյումրեցի Սամվել Սևադայի անհատական ցուցահանդեսն
է, որը կրում է անվերջ վերադարձ խորագիրը։ Ցուցահանդեսը եզակի եւ բացառիկ է նրանով, որ միանգամից 80 մեծակտավ աշխատանք է տեղափոխվել Գումարի պատմամշակութային արգելոց թանգարան։ Այս ցուցասրահում իհարկե ամենատարբեր ձևաչափով ցուցահանդեսներ եղել են, բայց սա աննախադեպ ծավալ է եւ 1 ամիս բաց կլինի բոլոր այցելուների առաջ անվճար։ Ցուցահանդեսի բացման ներկային հյուրեր արտերկրից, Հայաստանի տարբեր ծայրերից, հեղինակի ընկերներն ու համադասարանցիները։ Իմ ցուցահանդեսի վերնագիրը ամեն ինչ ասում է, անվերջ վերադարձ, այսինքն բոլոր գյումրեցիները երբեք հեռանալով չեն կտրվում։ Ես դա գիտեմ բազմաթիվ հանդիպումներից ներսում, արտերկրում, իմ եղած ժամանակներում։ Եվ այսօր էլ ինձ համար շատ թանկ է եւ իհարկե մի քիչ էլ վտանգավոր այն իմաստով, որ գյումրեցիները լինելով խիստ քննադատական աչքով նայող ժողովուրդ հնարավոր է, որ մի ուրիշ աչքով նայեն իմ աշխատանքներին, բայց ներող կլինեք, եթե ինչ-որ բաներ ձեր դուրս չի գա իմ աշխատանքների մեջ։ Սա արվեստագետի 3-րդ ցուցահանդեսն է Հարազատ քաղաքում։ Նախկինում ներկայացել է աբստրակտ եւ լուսանկարչական գործերով։ Թանգարանային եռուզեռը դուրս էր եկել պատերից։ Ավետիք Իսահակյանի թանգարանում այցելուները մեծ խնդությամբ հայկական ավանդական պարեր էին սովորում, իսկ Շիրազի թանգարանի բակում հնչում էին Անի փողային նվագախմբի սիրված կատարումները։ Այցելուների աշխարհագրությունը լայն էր։ Աննա Նազարյանը, ով Գյումրի էր եկել Ախուրյան համայնքից, կիսվեց իր տպավորություններով։ Ոչ մի տեղ չի եղել, ճիշտ ասած, ուզում եի այսօր այդ բացը լրացնել, տեսնել մեր գրողների, թե ինչպես են նրանք աշխատել, ինչպես են ստեղծագործել, ինչեր կան իրանց հնություններից, հետաքրքիր է։ Տեսանք մեր գրողներին, հիշեցինք մեր մանկությունը, մեր սովորած ոտանավորները, ցավոք բաներ կա, որ չեմ հիշում, բայց թե մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, այդ ոտանավորը երևի թե։ Միջոցառումների շարքը յուրահատուկ ակորդով եզրափակվեց երգող պատշգամբները նախագծով։ Մասնավորապես Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբից հնչող սաքսոֆոնի հնչյունները գերեցին քաղաքի անցորդներին։ Եվս մեկ անգամ փաստելով, որ Գյումրիում արվեստը շնչում է ամենուր՝ թանգարանների ներսում, փողոցներում ու մարդկանց սրտերում։ Մշակութային այս մեծ տոնը թեև արդեն անցյալում է, բայց դրա թողած էներգիան, նորաբաց ցուցահանդեսներն ու ջերմ միջավայրը շարունակում են քաղաքի թանգարանները մարդաշատ պահել նաև այսօր։